Հայաստանը ունի ավելի քան 200 գետ ու գետակ եւ 1 լիճ։ Այս փաստը անուշադրության չեն մատնել բայդարկայի սպորտի սիրահարները։ Արդեն բավականին ժամանակ է ինչ գոյություն ունի Հայաստանի ազգային կանոեի ֆեդերացիան։ Երևանում մարզումները անց են կացվում Երևանյան լճում։ Այնի տարբերություն գետերի վարար չէ, ուղղակի այն ավելի կեղտոտ ու ճահճացած է։ Բայց դե սա ֆեդերացիայի խնդիրներից միայն մեկն է, իրականում դրանք ավելի շատ են։ Ջրային պայմանների իհարկե շատ վատ են, գույքային պայմանները քիչ են, շատ քիչ են, բայց թե հարմարվում են։ Այս սպորտաձևը հաճախ ամենավտանգավորներից ու ամենաէքստրեմալներից մեկն են համարում։ Սակայն նույնը պնդել Հայաստանում մի քիչ ավելի դժվար է։ Այստեղ պայմանները ավելի հանգիստ են, բայց դե մերոնք էլ հաճախ խոսում են վտանգից ու վախից։ Ես առաջի անգամ որ փորձել եմ նստեմ նավակի մեջ, չեմ պատկերացրել, շրջվել եմ քանի անգամ, մտածել եմ, որ ես իմ համար չի երևի։ Մեր երկրում այնքան էլ քիչ չեն էքստրիմ զգալու ու ադրենալինի առկայությունը արյան մեջ բարձրացնելու մեթոդները։ Ուղղակի լավ փնտրել է պետք։ Էլ ինչ ռուս որ արագություն չսիրի, այս արտահայտության հետ համաձայն չեն հայ տղեկը։ Նրանց ասելով մանկուց մեքենա են վարել, եւ երբ մեծացել են, մեքենան արդեն ոչ թե սարք էր, այլ կենսաձև ու զգայարան, հաճույք եւ էքստրիմ զգալու համար։ STR ակումբի անդամները հենց այդ երիտասարդներից են։ Նրանց համար ավտոմեքենան ուղղակի փոխադրամիջոց չէ, դա նրանց կյանքի մի մասն է։ Եթե մարդը իր մեջ այդ ադրենալինի պակասը ոնց որ չզգաց, ինքը կյանքում չի գա ավտո քշել։ Ալբերտ Խուդոյանը 19 տարեկան է, Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող։ Վարում է կարմիր Հոնդա, ասում է սիրած մագնիշն ու գույնն է։ Շատ հանկարծակի քաղաքում մենք sense հանդիպեցինք, երբ որ շատ քիչ էինք, էլի։ Ու հիմա նոր ոնց որ հասանք sense մեծ մասշտաբների, որ բոլորը ասենք ճանաչում են, գիտեն որ գոնք կան ընդհանրապես քաղաքում։ Այն ժամանակ ուղղակի քաղաքում մենք հավաքվում ենք, սկսում ենք ինչ-որ խոսալ մեր սիրած ավտոների, ձևերի ու տենց տարբեր։ Արտակուստ հանգիստ եւ բարեհամբույր թվացող Ալբերտը մութն ընկնելուն պես դառնում է ռեյսեր աբո, որի համարձակությունն ու խելագարությունը երբեմն նույնիսկ վախեցնում են։ Որը ամենաշատը որ վախեցա, երբ որ ավտոս նոր խփեցին առաջին անգամ, ամենաշատը այդ ժամանակ են վախեցել։ 4 հանդիպների վրա ադրենալինի պակասը լրացնելու ձևերը տարբեր են, որոնցից մեկը drag racing է։ Դրա ժամանակ հաղթող է ճանաչում այն ավտոմեքենան, որը ավելի շուտ կանցնի 402 մետր հեռավորությունը։ Մյուսն էլ դրիֆտն է, երբ ավտոմեքենաները ահռելի արագության վրա կտրուկ շրջապատույտներ են կատարում։ Այսօր ռեյսերները հավաքվել են հենց դրիֆտ անելու համար։ STR-ը ստեղծվել է 3 տարի առաջ։ Ակումբը գրեթե ամեն շաբաթ կազմակերպում է tuning, styling, ինչպես նաև car audio music շոուներ, երբ ավտոմեքենաները ցույց են տալիս իրենց երաժշտական հզորությունները։ Սպորտաձև համարվող այս գործով հետաքրքրվողների մեջ STR-ը այժմ մեծ ժողովրդականություն ունի։ Պարապլաներային սպորտի ֆեդերացիան ստեղծվել է 12 տարի առաջ։ Սկզբում դրա անդամները դելտապլանով էին թռչում, հետո անցան պարապլանի։ Պարապլաններն էլ շատացան ու ասպարեզ եկավ այս սպորտաձևի սիրահարների ակումբը։ Անդամագրվել կարող է յուրաքանչյուրը, տարիք ու սեռ կապ չունի։ Պարապլանը նենց է, որ պարզապես դեից թռնես իջնես, այդ պրակտիկորեն ամեն մարդու մարդ կարան, նույնիսկ առանց լուրջ պատրաստվածության, հա, իրան երկու բառով բացատրեմ։ Ինչպես էքստրիմ զգալու մնացած բոլոր ձևերի, այնպես էլ պարապլանի համար ոչ ոք չի վստահեցնում, որ վտանգավոր իրավիճակներ չեն լինի։ Այստեղ կարևորը համարձակությունն ու ցանկությունն են։ Եղել է օրինակ շատ բարձր ժամանակ, պարապլանը սփակվել է 200 մետր ընկել է, ոչինչ ֆռալով, ոնով դեսնեն, հետո բացվել է, այլ ֆռալ գնացել է։ Պարապլանով թռչում են 1 կամ 2 հոգով, սակայն այս սպորտաձևով զբաղվողները ասում են, որ ավելի հաճելի է միայնակ վերխոյանալը։ Դեպի աստղեր ճանապարհին գետնից վերև ու ամպերին մոտ ավելի ազատ ես, ավելի կենթանի, ուր կյանքը թվում է կարճ, սուր եւ ամենուր։ Եթե դուք հիմա ազգում եք, դուք չունեք պատկերացնում, չէ՞ հիմա։ Իսկ հիմա ազգալ, նայեք ինչքան հաճելի է։ Մենք գետնից կտրված ենք ամբողջովին, հասկանում եք, մենք հիմա ճախնում ենք։ Ինչպես վերջում ենք։ Արագություն թե բարձրություն սիրողները էքստրեմալներ են, մարդիկ, որոնք դեմ են միջակությանը, միապաղաղ կյանքին ու ձանձրալի նորմերին։ Այդ պատճառով նրանք սիրում են փորձության ենթարկել սեփական կյանքն ու հնարավորությունները։